էքսպրեսիա, ժամանակի Ստանիսլավսկին նման պահանջներ էր իրականացնում։ Հիմա ամեն ինչ պտտվում է էմոցիաների շուրջը։ Քաղաքականությունը այլևս չի բացատրում, այն ցույց է տալիս։ Դու հիմնվում ես ու քո վերաբերմունքը ձևավորում ես ընդամենը 3 վայրկյանի շրջանակներում, հիմնվելով զգայական կամ էմոցիոնալ դաշտի վրա։ Կային այդպիսի ժամանակներ, երբ քեզ համոզելու համար պետք էր փաստարկված ծրագիր, իրատեսական ծրագիր, պետք էր երկարաշունչ ելույթներ, հիմնավորված դեբատներ։ Հիմա քաղաքականությունը տեղափոխվել է այնտեղ, որտեղ քո ուշադրությունն է, իսկ քո ուշադրությունը հիմա ոչ թե կարդում է, այլ սկրոլ է անում։ Հիմա ընդամենը բավարար է 15 վայրկյան, ճիշտ լուսավորություն, ընդ որում հիմա այդ լուսավորությունն էլ էական չէ եւ էմոցիոնալ ֆոն, որպեսզի կարողանա քո ուշադրությունը գրավել։ Փոխվել է հարցադրումը։ Ինչ եմ ես առաջարկումի փոխարեն, եկել է այն հարցը, թե դու ինչ ես զգում ինձ նայելիս։ Սա ունի իհարկե ահռելի ու հսկայական ներուժ, որովհետև հասանելի է դառնում քաղաքականությունը, մաչելի է դառնում, մասսայական է դառնում քաղաքականությունը, բայց նաև ունի իր, այսպես ասած, թանկարժեք գինը։ Երբ քաղաքականությունը չի հասցնում ձևի հետևից, հաղթում է ձևաչափը։ Երբ փաստը դանդաղում է, էմոցիան դառնում է վիրուսային։ Վերջում դու չես էլ հիշում ասվածի իմաստը կամ բովանդակությունը, դու հիշում ես այն, թե ինչ տվյալ պահին զգացի։ Հենց սա էլ իրականում հանդիսանում է մարտահրավեր, որովհետև դու պետք է հասկանաս, արդյոք դու քո վերաբերմունքը ձևավորում ես իբրև դիրքորոշում, թե հավանում ես հերթական տեսանյութը։